Տեսնես, այսօր այսքան շաքարավազ ինչու է ուզել պարոն Բլբլթանը։ Չլինի մուրաբա է պատրաստելու։ Երեխաներ սիրում եք մուրաբա։ Ես շատ եմ սիրում, հատկապես հոնի։ Օ, քիչ մնաց մոռանայի։ Ալո, բազե, ես ճակնդեղն եմ։ Այո, իջեցրու։ Ողջույն իմ սիրելի երեխաներ, ինչպես տեսնում եք, իմ պատվերը քեռի այգեպանը ճիշտ ժամանակին կատարել է, բերելով 2 պարկ լիքը շաքարավազ և կակաո։ Այ հիմա շաքարավազները իջացնենք ներքև, ահա, բլա, ինչ էլ ծանր է տող, ահա, հիմա կհարցնեք ինչու այսքան շատ, ասեմ, այսօր ինձ հյուր է գալու իմ զարմուհին, քաղցրիկը, իսկ նա շատ է սիրում քաղցրավենիք, հատկապես կոնֆետներ պատրաստել, այ դրա համար եմ ես որոշել եմ նրան վստահել այսօրվա համեղ կոնֆետների պատրաստումը, դրան զանգն է, կարծես թե նա է, իմ սիրելի զարմուհի քաղցրիկ, համեցին, ողջույն, իմ ճանաչած խոհարարների արքա, հորեղբայր Բլբլթան, ինչպես ես? Այո, շատ լավ եմ, իսկ դու? Շատ լավ եմ, շնորհակալ եմ։ Ինչպես եկար ճանապարհին, խոչընդոտներ չեղավ? Ոչ, ես քաղցրաշենի ավտոբուսով, շոկոլադե ավտոբուսով եկա մինչև Խմորների քաղաք, իսկ այնտեղից բանանե նավակի միջոցով անցա Դոնդողանման ծովն ու հասա այստեղ քեզ մոտ։ Հիանալի է քաղցրիկս, հիանալի։ Այո։ Գիտես, հորեղբայր, հայրիկը քեզ գիրք է փոխանցել, ասել է, որ տամ քեզ, այո, ահայն։ Ապա մի տեսնեմ։ Աչքերիս չեմ հավատում։ Ինչ։ Սա նոր Բաղադրոտոմսերի գիրքն է։ Այո։ Այն որտեղից հայրիկիդ։ Այ քեզ հրաշալի անակնկալ։ Ես այն շտապ պետք է ընթերցեմ։ Դու կարող ես երեխաների հետ միասին կոնֆետներ պատրաստել, իսկ ես գնամ ընթերցելու այս կախարդական գիրքը։ Խոհանոցների աստվածներ, վերջապես։ Հրաշալի է։ Մենք կարող ենք քաղցիկներ պատրաստել։ Ով չի սիրում քաղցրավենիք և կոնֆետ։ Դե իհարկե, բոլորն էլ սիրում են կոնֆետ։ Իսկ դուք գիտեք, որ առաջին կոնֆետները հայտնվել են դեռ հին Եգիպտոսում։ Փարավոնի հանդիսավոր ելույթների ժամանակ ծառաները նրան ողջունողների կողմ նետում էին հատուկ պատրաստված դելիկատես՝ մեղրի մեջ խաշած խուրմա։ Արևելյան այլ երկրներում քաղցր նվերների դեր էին խաղում չորացրած ծիրանը, թուզը և ընկույզը մեղրով ու համեմունքներով։ Մեր դարաշրջանի նախօրեին, երբ շաքարավազը Հնդկաստանից հայտնվեց Եվրոպայում, իսկական հեղափոխություն սկսվեց հրուշակեղենի ոլորտում։ Քաղցրացված մրգերը դարձան ոչ միայն համեղ և սիրված ուտելիք, այլև սկսեցին ծառայել որպես դեղամիջոց։ Հիմա դուք կհարցնեք, բա մեր ամենասիրելի բաղադրիչը՝ շոկոլադը։ Դարեր շարունակ մարդկությունը խելագարվում է շոկոլադի համար։ Զարմանալի չէ, որ մոլորակի բոլոր քաղցրավենիքների զգալի մասը շոկոլադե քաղցրավենիք են։ Այն հայտնվեց Ամերիկայի հայտնագործությունից հետո, որտեղից բերվեց նոր ապրանք՝ շոկոլադ։ Երկար ժամանակ այն միայն խմում էին, բայց 17-րդ դարի կեսերին ֆրանսիացի խոհարարները սովորեցին տորթերը, ընկույզները և մրգերը պատել շոկոլադե ջնարակով։ 18-րդ դարում Փարիզը դարձավ հրուշակեղենի համաշխարհային մայրաքաղաքը։ Կոնֆետի միջուկի սկսեցին ավելացնել ռոմ, լիկյոր, բոված ընկույզ, ինչպես նաև Իտալիայից բերված մարմելադ և մարցիպան։ Չնայած որ կոնֆետները շատ համեղ են և համարյա թե անհնար է դիմակայել նրանց ուտելու ցանկությանը, բայց պետք է հիշել, որ չափից շատ քաղցրի օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել։
քաղցրը առաջին հերթին վնասում է մեր ատամների առողջությանը։ Եվ եթե մենք չունենանք չափի զգացում, ցավոք կարող ենք փչացնել մեր ատամներն ու գեղեցիկ ժպիտը։ Համեղ ընթերցում քեզ հորեղբայր։ Դե ինչ երեխաներ, պատրաստ եք բոլորով միասին, պատրաստ ենք համեղ, գույնզգույն եւ քաղցր կոնֆետներ։ Դե ուրեմն սկսենք։ Հիմա ես իմ պայուսակից հանեմ իմ թիթիզ օգնականներին եւ սկսենք։ Օ մեր գույնզգույն, համեղ եւ գունավոր քաղցրիկները պատրաստ են։ Հիշեք, երեխաներ, մանկությունն ավարտվում է այն ժամանակ, երբ մայրիկները այլևս չեն թաքցնում մեզանից կոնֆետները։ Վայելեք ձեր մանկության տարիները, դրանք անվերադարձ են։ Լցրեք ձեր առօրյան զվարճալի եւ հետաքրքիր խաղերով, երգ ու պարով։ Եվ լավ սովորեք, լսեք ձեր մայրիկներին, հայրիկներին, տատիկներին, պապիկներին։ Եվ գիտեք, շատ քաղցր կերեք, բայց չափավոր, որովհետև շատ քաղցրից կարող են փչանալ եւ վնասվել ատամները, տարբեր առողջական խնդիրներ առաջանալ։ Դրա համար այն պետք է ուտել չափավոր, որքան էլ որ շատ եք սիրում։ Դե ինչ, հաջողություն, ձեզ հետ էր քաղցրիկը, կհանդիպենք։